Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանը, ինչպես ամեն ուրբաթ այսօր եւս։ Մեր զրույցը լինելու է ամբողջովին մշակույթի, արվեստի շուրջ, ոչ թե մասին, այլ շուրջ, եւ այսօր իմ զրուցակիցն է գրող արձակագիր Գրիգ Բարեձես։ Բարեձես։ Գրիգ, տեսեք, մեջբերումով սկսեմ ձեր թույլտվությամբ։ Հայն ասում էր մենք բանաստեղծներս մեր սեփական դժոխքն ունենք, Դանթեի դժոխքը։ Չեք սարսափում, չէ՞ որ դա ձեր տեղն է։ Ինչու ես այս մեջբերումը արեցի եւ ինչու հիշեցի Հայնեի այս արտահայտությունը, որովհետեւ տարիներ առաջ դուք հարցազրույցներից մեկում ասում եք, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մենք ապրում ենք շատ վատ, բայց որպես գրող երանելի ժամանակներում։ Եթե հիմա այս երկու արտահայտությունները համադրում ենք Հայնեի ասածը եւ ձեր ասածը, ստացվում է, որ գրողի համար երանելի ժամանակ է այնա, երբ ինքը դժոխքում է։ Լավն է հարցը շատ։ Ցավոք, այդպես եղավ, որպես քաղաքացի իրոք ես ապրում եմ շատ ծանր դժոխային իրավիճակում, որովհետև այնինչ տեղի ունենում Հայաստանի շուրջ, դա ամենը չի կարող իր անդրադարձը չունենալ իմ հոգեկան առողջության, իմ որպես քաղաքացի ապրելակերպի վրա։ Որպես գրող ես առիթներ եմ տեսնում ճանաչելու սեփական ժողովրդին, ինձ էքստրեմալ վիճակներում, ու նաև սնվում եմ այդ վիճակից։ Այսինքն գիրքը, որ գրեցի, Ֆրիդենսդորֆը, ես նաև այդ առերեսվելու խնդիրն ունեի, որովհետև ես գրում էի առաջին պատերազմից հետո, Արցախյան առաջին պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող երեխաների, որոնք իրականում տարբեր երկրներից մեկնում են Գերմանիա բուժում ստանալու, ու ես այդ պատերազմի մասին գիտեի լսելով, գիտեի շատ քիչ հիշողություններով այդ մութ տարիների, հետո եղավ քառօրյա պատերազմը, սա արդեն այդ դժոխքի նախերգանքն էր, որ ինքս ինձ փորձում էի հասկանալ այդ ամեն ինչի մեջ ինչպես եմ դիրքավորում, եւ եղավ 44-օրյա պատերազմ։ Այսինքն ես, այո, այդ դժոխքում է, ոնց որ Հայնեն ասում է, բայց նաեւ քո խաչը, քո բեռն է, բայց նաեւ քո հենարանը։ Այդ էլ Կամյուի խոսքերն են։ Այսինքն դժոխքը, այո, իմ բեռն է, բայց նաեւ ես սնվում եմ այդ դժոխքից։ Հիմա եթե տենց մի քիչ կներեք ոչ հայերեն բառի համար մունդար մեկնաբանություն դառնում, ստացվում է որ գրողները լեշակերներ են, հա։ Ինչու՞ չէ։ Լեշակեր կարող ենք ասել, ու տարբեր շատ բաներ կարող ենք ասել, բայց այդ լեշի մեջ էլ գեղեցկություն կա։ Գուցե նաև պետք էլ չի էսթետիկացնել, ես ամենայն դեպս այս դժոխքը, որի մասին խոսում ենք, փորձ չեմ արել էսթետիկացնելու եւ նույնիսկ վատ եմ տրամադրվում, երբ փորձ է արվում էսթետիկացնել։ Պարզապես ինքդ քեզ ճանաչելու, քո ժողովրդին ճանաչելու, քո ազգին ճանաչելու, ի վերջո շատ պատկերացումներ ուրիշ դարձան։ Այդ եթե հասարակությունը շղթա է, դու միշտ տեսնում ես խաղաղ պայմաններում կամ կիսախաղաղ պայմաններում տեսնում ես այդ շղթայի ուժեղ օղերը, հաստ օղերը։ Երբ պատերազմ է լինում, երբ դժոխքը սկսվում է, որովհետեւ պատերազմը դժոխքներից մեկն է, ամենահաճախ պատահող եւ ամենացավոտ դժոխքներից մեկը, դու տեսնում ես այն թույլ օղակները, որոնք չեն դիմանում եւ շղթան մաս-մասի է բաժանվում։ Այ հիմա այդ փոքր, բայց շատ կարևոր շղթաները սկսեցի տեսնել, եթե այսպես նայենք։ Ես ինքս էլ այդպես առիթ եմ ունեցել նույն 44 օրյայի ժամանակ հետևել այդ շղթաների աշխատանքին, ինչը ինձ թույլ տվեց, եւ դա բացարձակապես պրոպագանդիստական բան չէի ասում, ես եկա այն համոզման եւ դա հրապարակավ ասացի, որ հայ ժողովուրդը աշխարհի լավագույն ժողովուրդն է։ Բան չասեցի, ես նաեւ հայ ժողովրդի մյուս երեսներ եմ տեսել։ Ես բոլոր երեսները տեսնելով եմ դա ասել, որովհետեւ այդ մյուս երեսներից բոլորը ունեն։ Հայերն էլ ունեն, ռուսներն էլ ունեն, գերմանացիներն էլ ունեն, մեքսիկացիներն էլ ունեն։ Բայց դա ինձ թույլ տվեց ինչ որ նման պնդում անել, բայց այսպես ռոմանտիկ շեղում էր երևի դա։ Հիմա տեսեք, մտավորականությունը ինքը շատ հաճախ հայտնվում է հարցակման թիրախում։ Ընդ որում մեղադրանքը, որ ուղղվում է մտավորականությանը, հիմնականում մեկն է. ինչու դուք չեք հայտնում ձեր քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումը։ Այս կամ այն երևույթի, այս կամ այն գործընթացի վերաբերյալ։
Բայց այստեղ մի քիչ այդտեղ նաև թակարդային տրամաբանություն կա, որովհետև ցանկացած մտավորական, որը հանկարծ որոշում է, որ ինքը պիտի բարձրաձայնի իր դիրքորոշումը, ինքը եւս հայտնվում է արձակման թիրախում, արդեն իր կարծիքի հետ ոչ համակարծիք մարդկանց կողմից։ Ինչ որ հայհոյախառը մի հատ, այսպես բան է սկսվում, շրջան է սկսվում։ Օրինակ ես մարդ գիտեմ, որ դրա արդյունքում լուրջ քաղցկեղային հիվանդություններ ձեռք բերել, հա։ Հիմա այստեղ ճշմարտությունը որտեղ է, մտավորականը պիտի մտնի իր անկյունում իր գործով զբաղվի, ասենք գրողը գրի, երաժիշտը կամ ասենք երգահանը երաժշտություն գրի, այնտեղ նկարիչը նկարի, թե Տեսեք, խնդիրը որն է, ինչ է ուզում հասարակությունը։ Հասարակությունն ուզում է, որ ես այսպես նստեմ, օրինակ ձեր հաղորդման շրջանակում ու ասեմ, ինչ որ մտածում եմ։ Ես էլ ասում եմ, չէ, ես իմ պայմաններն ունեմ։ Գնա, գիրք սար, Ֆրիդենսդորֆում ասել եմ, բոլոր քաղաքական գործիչները կան, իմ քաղաքական դիրքորոշումներ եմ հայտնում, իմ կրոնական դիրքորոշումներ եմ հայտնում, պատերազմին իմ վերաբերմունքն եմ հայտնում, լուծումներ եմ ասում իմ պատկերացրած։ Բայց եթե դու չես գնում իմ գիրքը առնելու, կարդալու, ասում ես, գիտես ինչ ծամի բերանստիր ու ցանկալիա իմ բառապաշարով։ Ունեք որոնք են ամենաշատ դիտումներն ունենում։ Այո, ես նստեմ այստեղ, տարօրինակ շարժումներ անեմ, հունից դուրս գամ, ինչ որ մեկին հայոյեմ, ցանկալի է այնպիսի մեկին հայոյեմ, որ տարիներ շարունակ ոչ մեկ ռիսկ չի արել հայոյելու, որ այդպես հաճույք ստանա դիտողը, որ ասի այդպես հայոյեց, հետո իրենք սկսեն ինձ հայոյել, ու սենց դառնա տեքստը կորչի, ես ինչ էի ասում ընդհանրապես, որտեղ ումա պետք է դա ամեն ինչը մարդկանց տեսարանա պետք։ Ես ասում եմ, ու իմ նման էլի կան մարդիկ, որոնք ասում են, բայց իմ ոլորտը ես հիմա այստեղ խոսում եմ, ես այդքան խելացի չեմ, ինչքան որ իմ գրքերում։ Դրա համար ակնկալ են ինձնից, որ ես այստեղ շատ խելացի բաներ եմ ասելու, մի քիչ արդար չի, որտեվ իմ ոլորտը սա չի, ես չեմ նստում։ Ընդհանրապես կյանքը անարդար է։ Կյանքը այո, անարդար է, բայց իր սիրուն կողմն էլ ունի։ Դրա համար գրում եմ, ու էլի մարդիկ կան գրում են, այլ խնդիր է, որ մարդիկ չեն ցանկանում, հասարակությունը չի ցանկանում։ Մեկ էլ կա, որ կարդում են եւ այդ առերեսվելու խնդիրը կա։ Օրինակ ես այդ իմ գրքում Ֆրիդենսդորֆ վեպում վերցրել եմ հենց մեդիայում ինչ էր կատարվում եւ շատ իրական կերպարներ, որոնք սոցիալական ցանցերում տարբեր գրառումներ էին անում, անուն ազգանուն ունեցող մարդիկ իրենց այսպես դեմքերով այդ երկու տարբեր խավերին վերցրել բաժանել եմ երկու կերպարի մեջ, հոր եւ պապի կերպարի, ու իրենք շատ տարբեր են։ Հայրը խաղաղասիրական ձգտումներ ունի, ընկալում է, որ մենք գնացել ենք ուրիշի հողն ենք վերցրել եւ ունենք պապի կերպար, ով ասում է, որ դու վրեժ պիտի ունենաս, դու հարցեր ունես Թուրքիայի հետ, դու հարցեր ունես Ադրբեջանի։ Դու ես երկու կողմեր։ Հիմա ինչ ստացվեց։ Կարդում էր ընթերցողը, ենթադրենք ինքը համակարծիք էր պապի կերպարի հետ։ Տեսնում էր այնտեղ ինչ որ մի հատ հոր կերպար կա, որ ինչ որ տարօրինակ բաներ է ասում, ու վերջես դարձա ապազգային։ Կարդում էր մեկ ուրիշը, ով համակարծիք էր հոր կերպարի հետ, մեկ էլ տեսնում էր այնտեղ ինչ որ մի հատ պապի կերպար կա, վրեժ է ասում, գնա լուծի, չգիտեմ ինչ արա, ես դառնում էի խելագարված նացիոնալիստ։ Այսինքն ես հասկացա, որ շատ դեպքերում մարդիկ իրենց համար էական չի դու ինչ ես ասում, իրենք տեսնում են իրենք ինչ ուզում են։ Հետևաբար այս իրավիճակում մտավորականությունից ակնկալել խոսք, որը կհասնի, ես չեմ կարծում, թե մտավորականությունը խնդրեմ ունի այս առումով, խնդրեմ ունի հասարակությունը, ու չել գիտակցում, որ այդ խնդրեմն ունի։ Բայց մտավորականությունը ունի նման պարտավորություն, որովհետև որպես կանոն դա ընդգծվում է որպես պարտավորություն եւ պարտականություն։ Ասում եմ դու պարտավոր ես, դու պարտական ես, դու պիտի խոսես։ Չեմ կարծում, կոնկրետ ես ոչ մի պարտականություն ինձ վրա չեմ զգացել։ Պարզապես ես մտածել եմ, որ այս երկրում եմ ապրում, իմ երկիրն է, իմ քաղաքն է, իմ մարդիկ են, ինչքան էլ ես այս մարդկանց հետ խնդիրներ ունենամ, ես իրենց սիրում եմ, ես ուրիշ մարդիկ չունեմ։ Էս են իմ մարդիկ։ Եվ ուրիշ երկիր էլ չունեմ, էս է իմ երկիրը։ Հետևաբար փորձել եմ իմ պատկերացումներով այդ հանդարտության, որովհետև ի վերջո այդ իմ գլխավոր ասելիքներն էր, որ այդ երկու բևեռները քանդում են ինձ, ես չեմ կարող ոչ պապիս շարունակել, ոչ հորս շարունակել։ Չի ստացվում, որովհետև իրենք այդ պոկողներն են, որ տարբեր կողմեր են ձգում ու հասարակությունը չի կարողանում հավաքվել։ Ու այդ առերեսման, չգիտեմ, մեծ բարձ օրինակ ասեմ, օրինակ տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, երբ այդպես ստացվում էր, որ ես հայտնվում էի փաբերում հայաստանյան, ես տեսնում էի, որ երիտասարդությունը հայոյում է անգլերեն,
նույն հայհոյանքը ռուսերեն, բայց այդ նույն հայհոյանքը երբեք հայերեն չէր հնչի։ Օդը քսառ էր հանկարծ հայերեն լիներ։ Դե դրա շատ հստակ բացատրությունը կա, որովհետև հայերենը ի տարբերություն անգլերենի եւ ռուսերենի հայհոյանքները այստեղ շատ անձնավորված են հայերենում։ Գիտեք, այդքան նույն հայհոյանքները կան, որ նույնիսկ այդ դեպքում, այդ կոնտեքստում կարող էին իրենք հնչել, բայց քանի որ մեր հայկական միջավայրում դրանք այդ բանը կար, որ չգիտեմ, օրինակ իմ մանկության շրջանում հայհոյանքը խնդրեմ էր, կարող է հայաթում ինչ-որ մեկը Բաքվում հայհոյ էր ու դա մեծ կռիվ դառնար, պատերազմ դառնար։ Մեկ էլ դու ինչ ես տեսնում, որ քո այդ ազգը, որ հայհոյանքը, չգիտեմ, համարյա դանակով հարվածելու ինչ-որ նման մի բան էր, կին, տղամարդ, դեռահասներ, սոցիալական ցանցերում էական չի ինչա կատարվում, հայհոյում են, դու առերեսվում ես մի հատ դրան։ Մյուսը քո երկիրը պատերազմում պարտվել է ու դու փոխանակ այդ պահին այդ պատերազմի պարտության պարավը արդեն քո ուսերին նստած է ու դու գիտես, որ պիտի կրես այդ պարավին այնքան ժամանակ մինչև առիթ ունենաս ուսերիցդ գցելու, դու տեսնում ես համացանցում ծովից ծով քարտեզներ են պտտվում, որ սա է մեր տարածքը, բայց հենց նոր դու հայրենիքից մի հատված ես կորցրել։ Ու սկսում ես դու սենց առերեսվել փուլ առ փուլ քո իրականության հետ ու մի քիչ այդտեղ ամենավտանգավորը այն է, որ կարող է մենակության զգացողությունը պատի, քեզ թվա, որ դու շատ մենակ ես քո հասարակության մեջ։ Բայց ես էլի այդ պոզիտիվ եմ տրամադրված։ Ես մտածում եմ, որ պետք է աշխատել, շատ աշխատել, փորձել հոր եւ պապի այդ կերպարներին, որոնք ստեղծել եմ, չեզոքացնել հնարավորինս շատ եւ ամուր լինել, ուժեղ լինել, այդ պարավին կրել պատվով, ինչեւ կգա առիթը թոթափելու բեռը։ Որպեսզի դուք դրա հնարավորությունը ունենաք, դուք պիտի հասանելի լինեք հասարակության համար։ Այն իմաստով ոչ թե դուք պիտի ձգտեք դեպի հասարակությունը, հասարակությունը պիտի ձգտի դեպի գրականություն, հա, մասնավորապես։ Հիմա տեսեք։ Ինչի՞ ես այսպես սկսում հարցս, որովհետև նախ գրողները արդեն չունեն նախքին վերաբերմունք հասարակության կողմից, հա, կարող ենք հիշել խորհրդային ժամանակաշրջանը, կարող ենք հիշել անմիջապես նոր անկախ շրջանը, այնտեղ գրողների, նկարիչների, ընդհանրապես արվեստագետների, արվեստասերների նկատմամբ վերաբերմունքը փոքր ինչ այլ էր։ Հետո եկավ մի պահ, երբ մտավորականները վերածվեցին պալատական ծառաների, ամենանդեպս մի մասը, եւ հասարակությունը դադարեց կարդալ, կամ հասարակությունը դադարեց կարդալ եւ դրա արդյունքում մտավորականների մի մասը վերածվեցին պալատական ծառաների։ Հիմա այսպես թե այնպես հասարակությունը առաջվա պես չի կարդում։ Ինչու՞։ Տեսեք, չգիտեմ, ես հասկանում եմ, որ գուցե իրոք եղել է այդպիսի ժամանակ, որ ավելի շատ են կարդացել, բայց ես այսօր ովքեր են ընթերցողները, ավելի երիտասարդ տարիքի մարդիկ են, հիմնականում կանայք, այն սերունդը, որ ժամանակին կարդացել է, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ եկավ մի հատ պահ, իրենք հասկացան, որ չկարդալը լավ չի, կամ չեն կարդում, կամ քիչ են կարդում, կամ ընդհանրապես մտածում են, որ գրականությունը ինչ-որ միտեղ ավարտվել է, ու դրանից առաջ ինչ կար գրականություններ, հիմա էլ չկա, բայց այդպես մտածելը ինչ խնդրեմ ունի, որ եթե նշենք ինչ-որ միտեղից ավարտվում է, դրանից առաջ պրոբլեմատիկ գրականություններ, որ չի կարող ավարտվի։ Գալիս են նոր մարդիկ, նոր ինչ-որ բաներ են գրում, մեջներ շատ լավերը կա, շատ վատերը կա, բայց խնդիրը խնդրեմ ուրիշ տեղ է։ Հետևյալն է, որ ես եւ իմ ընկերները, իմ գրող գոլեգաները երևի թե Հայաստանի գրեթե վստահ եմ ամենակիչ վարձատրվող մարդիկ են։ Օրինակ տարվա կտրվածքով եթե նայեք գրողը ինչքան է վարձատրվում, այդպես։ Բացի դրանից հրատարակչի համար այդպես կան հրատարակիչներ նաև որ ասում են մենք իրենց կազինոն ենք, այսինքն իրենք անդադ փող են դնում ու չեն ստանում ոչինչ։ Ես կարծում եմ նույնիսկ գուցե հրատարակչի աչքում կազինոից ավելի ինչ որ բետար բան ենք, ինչի, որովհետև գուցե կազինոն մեկում մեջ շահումներ տալիս է, մենք էլ չենք տալիս։ Հիմա ես չեմ ուզում ինչ որ մեկի խաղային սլոթը լինել։ Ես ուզում եմ վաստակել։ Ես ուզում եմ պրոֆեսիոնալ լինել, այսինքն սառնանս բացեմ, եթե այնտեղ ինչ որ բան չկա, նշանակում է ես կամ քիչ եմ գրել, կամ վատ եմ գրել, կամ այսինքն այստեղ է խնդրեմը գրելուս ոլորտում։
Եվ սրան զուգահեռ կա մեծ ուրիշ իրականություն, երբ սոցիալական ցանցերում մարդիկ ունեն շատ հետևորդներ, եւ դա ստիպում է որ իրենք շատ գիրք ծախեն։ Շատ գիրք։ Բայց դու ոչ թե գրող ես եւ գիրք ես վաճառում, այլ դու օրինակ այդքան հետևորդ ունենալով դու կարող ես լվացքի փոշի վաճառել։ Շատ հանգիստ այդ նույն քանակի։ Եվ այստեղ այո այդ խնդիրը գալիս է։ Դու գնում ես զողողության, հանուն քո գրականության, լինելով այդպես քիչ վաճառվող հրատարակչի կողմից այդպիսի վերաբերմունք ընդունող կամ գոնե այդ իմանալով որ sense վերաբերմունք կա ու հույսով որ մի օր դու հաղթարելու ես այդ ամեն ինչը կամ գնում ես մտնում ես մեդիա հարթակ թողնում ես այդ գրելու քո հիմնական տանջանքը եւ սկսում ես հետևորդներ հավաքել որովհետեւ դա ընթերցող է բերում կամ ընթերցող չէ ավելի չասենք ընթերցող գիրք ես վաճառում Ես ընտրել եմ հանուն գրականության տարբերակը։ Ինձ ավելի հետաքրքիր ես լինեմ ամենակիչ վաճառվող հեղինակներից, թող ամենակիչ վարձատրվող մարդկանցից մեկը լինեմ կամ ամենակիչ վարձատրվող հենց էլ մարդը Հայաստանում, ես կողքից ուրիշ գործեր կանեմ, բայց այն ինչ ստեղծում եմ թող լինի իմ ուզածը։ Ինչ ես ուզում եմ այդ ստեղծեմ։ Եթե չեմ սխալվում, էլի էս մտքի հեղինակը Հայնեն է, միգուցե ես սխալվում եմ, ասում էր լավ պոետներին հասարակությունը ատում է, որովհետև պոետները իրեն ժամանակի մարգարեներն են։ Այսինքն մարդիկ, որոնք ասում են, որ այ վաղը էսպես է լինելու։ Հասարակությունը այդ մարդկանց քառատում է, բառացիորեն, հետո լաոկոնի նման։ Հետո երբ արդեն գալիս են ժամանակ, ասում են, վայ, այն մարդը մարգար էր, բայց այդ մարդուն արդեն մենք խաչել ենք միտեղ։ Հա, ուղղակի ես հիմա մի քիչ այլ կերպ եմ մտածում, իմիջիալոց այս տողերը կամ նմանատիպ տողեր իրենց մեծ ազդեցությունը թողել են, որ այդ ընկալումն էլ կա, որ պիտի մարգարեություն անպայման լինի կամ ինչ որ ոչ ստանդարտ ինչ որ մտքեր կամ տեսակետներ պիտի լինեն, չէ, շատ պարզ կարող է քո գրողը գա քեզ ընդամենը մի բան հուշի, որ դու մենակ չես, ու դա շատ մեծ բան լինի իրականում։ Այսինքն ակնկալել, որ այդտեղ պիտի մարգարեություն լինի կամ ավելի մեծ ինչ-որ բաներ պիտի լինեն, չէ՞ օրինակ ինձ բավական է լինում, երբ կարդում եմ, ես հասկանում եմ, որ ինձնից առաջ ապրել է մեկը, ով այսօր գալիս է ինձ հուշելու, որ ես մենակ չեմ, ու ես շատ շնորհակալ եմ։ Ես գիտեմ, որ այդ գիրքը արժի տպվել, ես գիտեի, որ այդ գրողը արժի, որ կա այս աշխարհում։ Այսինքն չգիտեմ, իրենց կողքի մարդկանց, իրենց ժամանակը կողքից դիտելու ցավին առերեսվելու, ինքներս մեզ տեսնելու լավ միջոց է գրականությունը, բայց բարդ միջոց է դա էլ եմ հասկանում, ավելի հեշտ է ֆիլմ դիտելը, երաժշտություն լսելը եւ ասել ինչի չեն գալիս միկրոֆոնը վերցնում ու ասում, օրինակ ինչ են մտածում, ասա էլի ժամանակ չկա գնանք գիրքը թերթենք 100 էջ, որ 125-րդ էջում բարձվի դու սենց միտք ունես, ուղիղ ասա այդ բանը, բայց այստեղ էլ այդ կարևորությունն է, գրականությունն է, գրականության համար ես ամեն ինչ զոհում եմ, այն մի քիչ առաջ որ ասում եի, ես շատ բաներ եմ զոհում հանուն գրականության։ Դու էլ զոհի քո ժամանակը, քո էներգիան, արի տես ինչ եմ ասում, կարող է շատ կարևոր բան եմ ասում քո համար, կարող է ընկեր ես ձեռք բերում, կարող է ժամանակակից ես ձեռք բերում, կարող է պարզվում է որ մենակ չես այս աշխարհում, ինչը մեր ժամանակակից աշխարհում շատ հաճախ պատահող ստրես է, որովհետև մեկ էլ տեսնում ես դու ամբողջի մեջ հասարակության մեջ մենակ ես, բա ինչ անես։ Որովհետև միգուցե դա նրանից է, որ հասարակությունը ավելի հակված է այսպես fast food-ի կամ քաղցր բամբակի ասեմ, երբ քո մոտ պայմանական մարդկանց եմ ասում, հա, այս դեպքում հեղինակների եմ ասում, երբ քո հասարակության մի մասը, մեծ մասը կարդում է Բորխես ոչ թե Մարկես, երբ քո հասարակության մի մասը պոետ ընդունում է որպես լավ պոետ, ոչ թե ասենք Համո Սահյանին ասում, այլ ասենք չգիտեմ պայմանական Պողոս Պողոսյանին, այդ նշանակում է այդ հասարակությանը ինչ որ ձևով պետք է վերափոխել, չէ՞։ Ես այստեղ խնդրեմ եմ տեսնում ձեր ասածի մեջ։ Էլի հասկանում եմ պայմանական էին հեղինակների անունները, բայց ոչ թե էական է թե կոնկրետ ինչ կարդաց, ինչ չկարդաց, այլ տալ այդ գործիքը, որ մարդը ինքը իր համար սկսի տարբերակել, ու այդ գործիքը լինի ոչ թե մեդիան, որ այ շատ լայք ունի, ես ինչը կամ անդադ իմ հենց մտնում եմ համացանց բերում է իրեն, հետեւաբար ինչ որ բան իրենից ներկայացնում է, որտեղ այդ գործիքը գրականության վրա չի աշխատում։ Շատ բազմաթիվ հետևորդներ ունեցող գրողներ կան, որոնք գրական դաշտի կողմից չընդունված գրողներ են, նույնիսկ գրողել չեն համարվում, հա, այլ փորձել իրոք հասկանալ այս մարդու ասելիքը, լեզուն, ոճը, ի վերջո
հակադրությունը, որը բերում է իր հետ, խնդրեմը, որի մասին բարձրաձայնում է, ու մեկ-մեկ նաև այդ դիսկոմֆորտի մեջ մտնելը, որովհետև Կաֆկային հիշեցի, ասում էր տիգրականությունը կացնի նման լինի, որով հարվածում ես սառույցին։ Ես հասկանում եմ, որ այդ հարվածները հաճելի չեն։ Այդ հարվածները միշտ չի, որ ընթերցողին դուր է գալիս, բայց պիտի փորձել գնալ դրան, որովհետև այն ճամփեն, որով քչերն են գնում, այդ արժեքավոր ճամփա է, էլի, դու նոր բաներ ես բացահայտում այնտեղ, դու ոդկ ես դնում միտեղ, որտեղ կարող է քեզնից առաջ ոչ մեկ ոդկ չի դրել։ Այսինքն փորձել առհասարակ մեր որպես ընթերցողը ինքը կրթվի գրական միջավայրում, գրականագիտական դրանք կլինեն հոդվածներ, հա, որ վերջը պիտի հասկանա այս գրականությունը ինչ արժեք ունի, կարող են գրականագիտական հոդվածները գար օգնելու, թեկուզ արժեքավոր, գիտեք, այդ ձայները, որոնք էլի Հայաստանում կան, ասեմ ձեզ, պարզապես ոչ բոլորն են այդպիսի դիտումներ ունենում, կարող է մի հատ բլոգեր շատ ավելի մեծ լսարան ունենա, քան մեկը, ով չգիտեմ, կարևոր բաների մասին է խոսում, այս ձայներին ուշադիր լինելը, բայց ասել, թե սա է կարդում, ինչու է սա կարդում, այլ ոչ նա, չնայած ես ինչքան էլ ասում եմ, որ օրինակ կան գրքեր, որոնք ես չգիտեմ, մտածում եմ դրանք գրականություն չեն, բայց մարդիկ կարդում են։ Էլի լավ է։ Խնդիրն է, որ ամենակարևորը, երբ դու կարդացիր Պողոսի գիրքը, փորձես մի հատ ուրիշն էլ կարդալ, ավելի ուրիշ ոլորտի, գուցե քիչ դիտումներ ունեցող, որպեսզի համեմատես, որպեսզի ինչ-որ բան ունենաս, որի հետ կարողանաս համեմատել, կարդացածդ ինչ է ընդհանրապես։ Այս փնտրտուքը, որտեվ մեկ-մեկ ես ինձ էլ եմ այդ բանի վրա բռնացրել, որ մեկ-մեկ լինում է ես շատ լավ երգ եմ լսում ինչ-որ մի խմբի, ու այդ խմբից էլ ոչինչ չեմ լսում։ Հիմա հակառակն եմ անում։ Ես լսեցի մի երգ ինձ շատ դուր եկավ։ Ես փորձում եմ այդ խմբի բոլոր երգերը լսել, ու գոնե ինչ-որ մի մասը, հետո փորձել հասկանալ, թե օրինակ այդ ոլորտի մարդիկ ինչ կարծիք ունեն այս մարդու մասին։ Համեմատել իր ժամանակակից մեկ այլի հետ։ Սա թույլ է տալիս այդ ուսումնասիրությունը, որպեսզի ես մեկ էլ ուշ ասեմ, շատ դեպքերում ես գտնում եմ մեկ այլ երգչի, մեկ այլ խմբի, որը շատ ավելի իմ սրտով, որը շատ ավելի քիչ դիտումներ է ունեցել, բայց սա այդ առիթն է լինում։ Այսինքն գլխավոր ասելիքս է ոչ թե ինչ եք հիմա կարդում, որտեղ էական չի ինչ են կարդում, կարևորը կարդում են, այլ հետո փորձել համեմատելու համար ուրիշ բաներ էլ կարդալ, փորձել տեսնել ինչ վերաբերմունք ունի համայնքը, նեղ համայնքը, այն քիչ դիտումներ ունեցողը, որտեղ սա լավ առիթ է հասկանալու մեր կարդացած արժեք ունի, թե պարզապես ժամանց էր։ Տեսեք, հարգանքը առգրականություն, ինքը այսպես միանգամից չի ձևավորվում, հա։ Կարող եմ օրինակներ բերել։ Մենք ունենք հրաշալի փայլուն արձակագիրներ նախկինում, հա, որոնք այսպես գովերգված են, Հրանտ Մաթևոսյանը կլինի, Մուշեղ Գարշոյանը կլինի, նույն Վանո Սիրադեղյանը կլինի, բայց մեծ մասը չգիտի Աբիկ Ավագյանի մասին, Վազգեն Շուշանյանի մասին, այսպես կարելի է ցանկը շարունակել։ Եվ արդյունքում գիտեք, հանրային ընկալում կա, ադե Հրանտը, Վանոն, Մուշեղը ամեն ինչ գրել են, ես այս նորերը էլ ինչ պետք է գրեն, որ մենք չգիտենք։ Առաջինը, երկրորդը ես չեմ ուզում կարդամ, այն ինչ որ ինձ դուր չի գալու։ Պայմանական եմ ասում, ես իմ տեսակետը չեմ ասում, այսինքն երբ դուք մեջբերելով Կաֆկային ասացիք, որ գրականությունը պետք է լինի կացինով սառույցին հարվածելու պես, իրականում դա բավական վախեցնող գործընթաց է ու հասարակությունը խրտում է դրանից մեծ մասը։ Ես չեմ ուզում ես իրականության հետ առերեսվեմ։ Ես չեմ ուզում տեսնեմ։ Այստեղ լավ է, այստեղ կոմֆորտ է, ես ինչի համար այդ փափուկ բամբակի բանը բերեցի, օրինակը բերեցի։ Հիմա հասարակությանը ինչպես պետք է համոզել, ով պետք է համոզի, պետությունը դրա մեջ դերակատարում պիտի ունենա, թե չէ։ Ես ընդհանրապես չգիտեմ, այդ պետքեներից մի քիչ վախենում եմ ու փորձում եմ հեռու մնալ, բայց լավ, պետք է փոխարինեն գերադասելի է։ Հա, պարզապես փորձելով գիրքը ավելի հասանելի դարձնել, որովհետև աշխատանքի բերումով շատ եմ շփվում երիտասարդների հետ, ու այդ մարդիկ շատ հակված են գրքեր ընթերցելու, եթե իրենց մոտակա գրադարանում կան գրքեր, իրենք շատ մեծ սիրով այդ գրքերը վերցնում, ընթերցում են, ամեն տարի ավելի շատ են այդ ընթերցողները լինում, բնականաբար պետությունը այստեղ իր ներդրումային ծրագրերն ունի, որոնք անում է, մենք իհարկե միշտ ավելին ենք պահանջում, որ պետությունն անի, հրատարակիչները իրենց մեծ դերակատարումն ունեն այս գործում,
էլի մենք միշտ ակնկալում ենք, որ իրենք ավելի շատ անեն, բայց մեծ իրոք թարգմանական գրականության տեսանկյունից, չգիտեմ, գլխավոր ինձ թվում է խնդիրը այս պահին ես կարող եմ խոսել մենակ գրողի տեսանկյունից։ Ես չեմ կարող ասել մյուսների տեսանկյունից, նույնիսկ ընթերցողի տեսանկյունից։ Իսկ գրողինը շատ կարևոր է, որ գա մի պահ, որ ոչ թե պետությունը գումար տա գրողին, բնականաբար սա լուծում չի, ճիշտն է, վատ լուծում է նույնիսկ, որովհետև քեզ երբ գումար են տալիս, դու դառնում ես անկախ քեզնից պետության հետ այդ հարաբերություններում, եթե դու գումար ես ստանում, ու դա բարբերաբար լինի, այն ասած, պալատական ծառա։ Հա, ուզես թե չուզես, այդ լավ ոլորտ չի, լավ ձև չի, բայց հասնել նրան, իրոք հասնել նրան, որ գրողը գրելով ապրի։ Սա կլինի ամենամեծ, ամենից մենք գրքի հանդեպ հարգանքը, հենց Հրանտ Մաթևոսյանի հանդեպ հարգանքը, որովհետև ի վերջո այսօրվա իմ գնահատված լինելը, այդ նաև իմ մեծերի հանդեպ հարգանքն է, իրենց արած գործի հանդեպ հարգանքն է, որովհետև վատ լավ ես այդ նույն գործն եմ շարունակում։ Այս սա է կարևոր, որովհետև ունենալ անկախություն, որտեվ հիմա գրողները զոհում են իրենց ապրուստը հանուն անկախության։ Այսինքն այս մարդիկ ամեն ինչ արել են։ Այսօր ստեղծվում է գրականություն առանց որևէ ակնկալիքի մեծ հաշվով։ Նույնիսկ ընթերցվելու ակնկալիքը չկա։ Մարդիկ անում են, այդ նույնն է գրեթե հայերենով տեքստ ստեղծելը, որ ինչ որ բան արեցիր, այրեցիր, շպրտեցիր։ Համարյա շատ մոտ է այդ ամեն ինչին։ Բայց հասնել նրան, որ գրողը վաստակի իր գումարը, իր ապրուստը գրելով, սա կլինի պրոֆեսիոնալ մոտեցում։ Դրա համար նախ պետք է շուկան մեծացնել, որպեսզի շուկան մեծանա, պետք է բնակչությունը սովորի նույնիսկ այն համեստ գումարներից, որ ինքը ունենում է, շահույթից, որ ինքը ունենում է, ինչ որ մասը ամսական տրամադրել, ասենք, գիրք գնելուն։ Բայց նույնիսկ այդ դեպքում, այդ պարագայում ընդունեք, որ ինքը երբեմն գերադասում է այդ գումարը ծախսել կամ պատվիրելով գիրքը դրսից, կամ եթե նույնիսկ տեղում է առնում, հիմնական թարգմանական գրականություն են առնում։ Համաձայն եմ, ուղղակի այստեղ այդ հարցն էլ է էլի գալիս։ Այդ սերունդը, որի մասին դուք մի քիչ առաջ հիշեցիք, ընթերցող, ուր կորավ այդ սերունդը։ Այսինքն այդ ոնց է լինում, որ մեկ էլ կամ այդ սերունդը ինչու չդաստիարակեց իր որդիներին, իր զավակներին գիրք ընթերցող, այսինքն ինքը կարդաց, հասկացավ, որ այդ ճիշտ ճանապարհ չէր ու հիմա իր հաջորդները կարող են չկարդան։ Դե այդ սերնդի հաջորդ սերունդը տեսավ, որ երրորդ դասարանի կրթությամբ կարելի դառնալ միլիարդատեր, այդտեղ խնդիր առաջացավ, չէ՞։ Այս սա հենց այո մեծ խնդրեմ է, որովհետև պիտի Երևան, պիտի օրինակելի լինեն այն մարդիկ, ովքեր մտավորական ինչ որ բազա ունեն։ Նույնը մեր բիզնեսը Հայաստանում, որ մի երկու դեպք կարող եք գտնել, որտեղ բիզնեսը ներդրում է կատարում արվեստի, հատկապես գրականության ոլորտի մեջ։ Իմիջիալուց այդ նողկանքը մեծենատության նկատմամբ, նկատի ունեմ գործարաշրջանակներում, այդ որտեղից առաջացավ, որովհետև մենք տեսեք Մանթաշյանի անունով երդվում ենք, ասում ենք այ մեծենատներ էր, Ավետիք Իսահակյանին, սրան, նրան ուղարկեց, այս մարդիկ գնացին, կրթվեցին, վերադարձան, դարձան մեծ գրողներ, մեծ մտավորականներ։ Ժամանակին ինչ-որ թույլ փորձեր եղան, ասենք վերջին 30 տարվա ընթացքում, բայց հիմնականում դա ինքնափիարվելու ձև էր, այսինքն որովհետև նույն կտակարանում ասում էր, եթե աջ ձեռքդ չպիտի իմանա, թե ինչ է անում ձախը, դա հենց դրա մասին էր նաև այդ թվում։ Այդ նողկանքը որտեղից առաջացավ։ Չգիտեմ, ես միշտ հիշում եմ, որ շվեյցարիական Ցյուրիխ քաղաքում, Ունևոր քաղաքում, երբ հանդիպեցի մի հրատարակչի, ով կոմիքսներ էին, իրենք հենց սցենարը գրում, տպում, հրատարակում եւ այլն, ու հարցրի ու ամենակենտրոնում էր ու մի հսկա տարածք, որ իրենք էին ղեկավարում, հարցից թե դուք այդքան վաճառք ունեք, որ այսպիսի տարածք եք կարողանում բայել, ասաց չէ, իհարկե չէ, բասի բա ոնց, ասաց պետությունը ժամանակ առ ժամանակ այսպես չակերտավոր ստիպում է, այսինքն որոշակի դրական պայմաններ է ստեղծում բիզնեսի համար, օրինակ սուպերմարկետի, որ գա իրենցից կաթի իլյուստրացիա առնի։ Բնականաբար դրանից կաթը ավելի շատ չի վաճառվում։ Կաթը վաճառում է այնքան, ինչքան որ մարդկանց պետք է, բայց քանի որ Ցյուրիխի դեմքը իրենք են կամ իրենց նման արվեստի մարդիկ եւ ոչ սուպերմարկետները, իրենք շատ լավ են ապրում։ Հիմա Երևանի դեմքը սուպերմարկետներն են։
Ցավոք սրտի։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ գրող արձակագիր Գրիգը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն 2 շաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։